Բարի օր իմ լավ հետևորդներ ջան և մեր հոլովակը դիտողներ ջան, շնորհակալություն եմ հայտնում ձեզ, շնորհակալություն ամենալավ մարդկանց, ամենալավ ու բարի մարդկանց, հարգելի հետևորդներ ջան, և բոլորի ցանկանում եմ լավ, խաղաղ, հաճելի, անփորձանք օր, հարգելի հետևորդներ ջան, ես էլ դե բնականաբար արթնացել եմ, հիմա ուզում եմ ճաշ պատրաստեմ, նորից ջրալի տաք ճաշ պատրաստեմ, եղանակի հետ համահունչ, դրսում ցուրտ, տանը տաքուկ անկյուն, հավի միս եմ դրել գազօջախին, տնական հավա, հիմա մի քանի կտոր միս եմ դրել գազին, էպում է, կարելի ասել արդեն էպված էլ կլինի, հիմա ուզում եմ այդ մսով մի հատ տաք ճաշ պատրաստեմ և մի հատ համով աղցան պատրաստեմ, որ միշտ ուզեցել եմ պատրաստել։ Հիմա ճաշը կդնեմ վրան, հետո կորոշեմ ինչ լցնեմ, բրինձ լցնեմ, թե մակարոն, մի բան կլցնեմ, այս անգամ կարտոֆիլները մի քիչ մանր անեմ, հարգելիներս, Ինչոս էլ դպրոց է, հիմա կգա դպրոցից, կացին արդեն դրել եմ փոքրիկ գազին, յուղը լցրել եմ, հիմա տոմատ լցնեմ, ուզում եմ լցնեմ ցիտրոն, կարմիր պղպեղ, դեպի ինչ է տապակվի, այսպես տոմատի հետ, կարտոֆիլը,
լցնեմ հավի միսը, սա 2 րոպե էրթի, հետո կհամեմ հավի ջուրը, կլցնեմ արդեն ճաշի մեջ, ինչի եմ լցնում հավի միս, ուրեմն ասեմ ժողովուրդ ջան, տնական հավ է դրա համար, եթե խանութից գնաց հավ եմ օգտագործում, ես ընդհանրապես ջուրը չեմ օգտագործում, բայց սա տնական հավ է, դրա համար ես ջուրը օգտագործում եմ։ Ջուրը քամեցի, լցրեցի, հիմա էլ թեյնիկից ջուր լցնեմ, որովհետև մսի ջուրը այդքան շատ չէր։ Մակասայի կափարիչները ծածկենք ու սպասենք մինչև ճաշը էփի, կարտոֆիլը էփի, հետո նոր երևի մակարոն կլցնեմ։ Հիմա աղ լցնենք։ Աղը ընդամենը լցրեցի 1 թեյի քթալ, որովհետև ուզում եմ այս գալինա բլանկայի փոշիից էլ ավելացնեմ, ընթացքում ոչ հիմա։ Դրա համար աղը քիչ լցրեցի։ Հիմա մի հատ նորից խառնեմ։ Որոշեցի ճաշի մեջ լցնեմ այս թիթեռնիկ մակարոնները։ Լցնում եմ սամիտ, ուրեմն ասեմ հարգելի ջան, սամիթը սառցարանի է, այս պահին ձեռքիս տակ թարմ կանանչի չունեմ, դրա համար լցնում եմ սառցարանից կտրատած սամիտ։
Ճաշը արդեն պատրաստ է, հիմա ավելացնեմ գարինա բլանկա, տեսեք բոլորն էլ հավասար եփել է, համ մակարոնը, համ կարտոֆիլը, վերջ, սա էլ իմ այսօրվա պատրաստած համով սուպը, մակարոնով սուպ, հարգելի հետևորդներ ջան։ Հարգելի հետևորդներ ջան, հիմա էլ պատրաստում եմ աղցանը։ Աղցանը պատրաստելու եմ անանասի կոմպոտով, իհարկե հատիկներով, ընկույզով և մածունով։ Մանրացնեմ ընկույզը, բայց ասեմ հարգելի հետևորդներ ջան, պետք չի որ շատ մանրացնենք։ Հիմա անանասներն էլ մանրացնենք, ավելի մանր անենք։ Շատ համուր և տարբերվող աղցան է, հարգելի հետևորդներ ջան։ Կարող եք նաև ավելացնել սև չամիչ կամ սալորաչիր, բայց ես ոչ մի բան այս պահին չեմ խառնում, միայն ընկույզ։
Այս բոլորն էլ կտրելու եմ աղցանի համար։ Կտրեցինք անանասը և մանրացրինք կմկույզը։ Հիմա ավելացնում եմ մածունը։ Վերջ, հարգելի հետևորդներ ջան, շատ համեղ աղցան, բայց ասեմ ու շատ ուտելուց էլ շատ համով արվելներից, շատ փափուկ, որ ուտում եք, չգիտեմ ոնց նկարագրեմ, որ ավելի պարզ լինի, շատ հաճելի է ուտելը և շատ բաղադրիչներ չի պարունակում անանաս։ Ես մի անգամ էի պատրաստել, բայց կտրատած չէր, այսպես անանասները, էլի այս ձև, այսենց փոքրիկ բանկայով, կլոր էր անանասները, ես ինքս եմ պատրաստել, բայց այս անգամ հենց կտրատած վերցրեցի, դե նորից ես մանրացրեցի, հարգելի հետևորդներ ջան, այսպես կարող եք ուտել, նաև ինչի չէ մի փոքր դարչինի փոշի ավելացնել, ըստ ճաշակի, դե ես որ դարչին չեմ սիրում, չեմ էլ օգտագործում։ Հիմա ինձ համար կլցնեմ, մի փոքր կփորձեմ, այսպես։ Սա էլ գնումներն է, էլ ընչոս գնացել էր գնումների իրա պապայի հետ, ինչ եք բերել ընչա, տեսեք կարալյոկ, ես ինչ լավն է, միրգ են բերը, այստեղ ինչ են բերը, կանաչի, ես արդեն ճաշի մեջ սարցարանից կանաչիլ հանեցի, բայց հեսա, տեսեք ինչ լավ գինձ են բերը, պամիդոր են բերը, վարունգ են բերը, ապրեք, ավելի ճաշակով առևտուր է կարել, սուրճ չունեինք, սուրճ ենք բերել, այստեղ մեր մոտ խանութում հարգելներս աղում տալիս են նենց համով կոֆեյա, խանութը ճանապարհի վրա է, միշտ ընդեղից են կոֆեն վերցնում, շատ համով կոֆեյա, շատ, հենց այնտեղ աղում են ու ինչքան ուզում ենք վերցնում ենք, տանձել են ջան, բայց մենք ունեինք տունը միրգ, ես ինչա, հեսա վերջում էտի ցույց կտամ, որ կարևոր է Էլենիս շաքարը բերել և երշիկ, տալինյան, տալինյան, ապրեք Էլեն ջան, դե հիմա իմ աղջիկը մի հատ լավ
կոֆեկ սարքի, հա, ուրեմ ասեմ հարգելի հետևորդներ ջան, Էլենս շատը ինչի համար էր գնացել, իր պապան գնում էր խանութ, ինքն էլա գնացել, ուրեմ բերելա, հա, գուաշ, ուզում է Էլենչոս, այս մեր պատուհանը, խոհանոցի պատուհանը ուզում է նկարի, ձմեռ պապիկ նկարի, մի տարի էլ էր նկարել, շատ սիրուն ձմեռ պապիկ էր նկարել, դե դու գիտեք, որ Էլենը նկարչության հետ էլ շատ սեր ունի, հիմա որոշել է Էլենս նկարի, այստեղ տարբեր գույներ կա, լտենամ Էլեն ջան, եղին, կարմիր, հա, այս գույներն է, սենց ասած, այս 6 գույներն է, Էլեն, չէ, հա, 6 չի, 9 հատ է, բայց այստեղ մեկը չկա, դու պոգեցիր, հա, չէ, 9 գույն, ես այստեղ կա, 9 գույները, դե Էլենս որ նկարի, ես ցույց կտամ, այսօր երևի չնկարի, վաղը, չէ Էլեն ջան, այսօր դասեր ունես, դասերը տարա, վերջացրա, դե հարգելիներս, այս գնումներս էլ տեղավորեմ իրենց տեղերը բոլորը, օպրիմ աղջիկը, ճաշակով գնումներ արել, հարգելի հետևորդներ ջան, սա էլ իմ այսօրվա պատրաստած ճաշը, որ պետք է համ տեսենք, այս համով թթվով, կաղամբի թթվով, որ դրել էր իմ աղջիկը Վարդուին, որ այսօր պետք է փորձենք, և պատրաստեցի շատ համով աղցան, անանասով աղցան, դե իհարկե աղցանը ինձ, իսկ այս համով ճաշը երեխաներիս։ Հարգելի հետևորդներ ջան, դուք էլ գիտեք, որ չեմ կարողանում այսպես ուտեմ, նստած ես ուտեմ, համ խոսամ, ներով կլինեք այս անգամ, բայց ուզում եմ սենց մի փոքր փորձեմ, շատ համով է, կարող եք դուք էլ փորձել այս տարբերակով հարգելի հետևորդներս, իրոք շատ համեղ աղցան և ինչու չէ նաև դիետիկ աղցան, դե պոպոկը ինքը չի համարվում դիետիկ համարում են նուշը, որ պետք է ուտենք, բայց չի խանգարի մի փոքր պոպոկ, որ խառնեմ աղցանին ու ես ինքս էլ ուտեմ։ Այսքանը լավ հետևորդներ ջան, ամենալավն ու բարին ձեզ բոլորիդ։